Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու այո, ես այսպիսի մարզաշապիկով եմ այսօր ու կարծում եմ, որ տեղին է բավականաչափ այս մարզաշապիկը, որ ես այսօր կրում եմ, ինչու, որովհետև մի բան, որը ես սպասում էի 5 մրցաշրջան, կրկնում եմ 5 մրցաշրջան, ի վերջո տեղի ունեցավ Լիվերպուլը, հռչակվեց պաշտոնապես Անգլիայի չեմպիոն ու դա արեց մրցաշրջանի ավարտից 4-5 տուր առաջ։ Իհարկե Արնե Սլոտի կատարած աշխատանքը փառահեղ էր, ֆուտբոլիստների պերֆորմանսը ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմային աշխատանքը եւս փառահեղ էր։ Այո, մրցաշրջանը ինչպես ընթանում էր, այդքան Լիվերպուլի հանդեպ ակնկալիքները մեծանում էին ու երբ Լիվերպուլը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, միանգամից բոլորը մոռացան, թե ինչ է արել Սլոտը կամ ինչ է անում Սլոտը։ Փառք Աստծո, ամեն ինչ վերականգնվեց, Լիվերպուլը շարունակեց իր լավ հանդիպումների շարքը ու այն բաղձալի գավաթը Լիվերպուլը ի վերջո նվաճեց։ Ես խոսելու եմ հենց այդ չեմպիոնությունից, բայց միայն Լիվերպուլը չէ լինելու այսօրվա ուշադրության կենտրոնում, ինչու, որովհետև բոլորիս կողմից արդեն սիրված, միառժամանակ արդեն ատելություն առաջացնող Էլ Կլասիկոն եւս խոսելու առիթ է տալիս մեզ։ Իսպանիայի գավաթը կայացավ, Բարսելոնան գերդրամատիկ խաղում հաղթեց 3-2 հաշվով ու իրականում դրա մասին եւս պետք է խոսել, բայց ոչ թե խաղի մասին, չնայած որ խաղում եւս շատ իրադարձություններ եղան, բայց խաղից առաջ թե ինչ տեղի ունեցավ այդ կլոունադան, այդ կապիկությունը թե Մադրիդի Ռեալի ու թե մրցավարների կողմից, հատկապես մրցավարական բրիգադի կողմից։ Բացի դրանից նաև Ինտերը պարտվեց, երրորդ խաղում անոթմեջ Ինտերը պարտվեց ու արդեն նա չէ առաջատարը Իտալիայում ու ամեն ինչ չէ որ նրա ձեռքերում է։ Ես շատ եմ գովաբանել Ինտերին, ես շատ եմ գովել Սիմոնե Ինզագին, բայց այս պայի դրությամբ 3 անոթմեջ պարտություն գավաթից դուրս մնացին, չեմպիոնությունից արդեն իրանք չեն որոշում, դե իսկ ինչ է լինելու Չեմպիոնների լիգայում այսօր երեկոյան կամ վաղը երեկոյան, չգիտեմ ով առաջինը խաղում, բարդ է ասել, բայց Ինտերը այս պահին գտնվում է ֆիզիկական շատ ծանր վիճակում, որը ընդհանրապես սպասելի չէր, եթե նայենք օրինակ վերջին 2 ամիսը կամ ինչպես է սկսել Ինտերը 2025 թվականը։ Այնպես որ խոսելու շատ բան ունենք, քեզանից ուղղակի պահանջվում է լայք թողնես այս տեսանյութի տակ, բաժանորդագրվես իմ YouTube-յան էջին։ Ես ու իմ ընկերը Գևորգ Սահակյանը, շատերդ վստահ եմ ճանաչում եք նրան, սկսում ենք նոր հաղորդաշար, որի մանրամասները կամ ընդհանուր առաջին էպիզոդը կլինի հուսամ շուտով, մնացել է ամեն ինչ նկարահանված է, մնացել է մոնտաժը ու արդեն հրապարակենք մի քանի դետալ քննարկման ու վերջ, այնպես որ ես ինչպես նշել եմ 2025-ին լինելու են նոր պրոյեկտ, նոր պրոյեկտներ, նոր մտահղացումներ, ես իմ խոստումը պահելու եմ եւ ցանկանում եմ որպեսզի դուք վայելեք ֆուտբոլը ու շարունակեք կիսել իմ աշխարհայացքը տվյալ սպորտաձևի մասին։ Կարծում եմ այսքանը։ Հետևեք ինձ YouTube-յան ալիքում, subscribe please, բաժանորդագրվեք իմ Telegram-յան ալիքին, որտեղ մենք 1200 եւ ավել հետևորդ ունենք, այնպես որ ձեզանից ուղղակի սպասում եմ աջակցություն, իսկ ինձանից քրտնաջան աշխատանք, որպեսզի բավարարեմ ձեր ակնկալիքները։ Ես Գևորգն եմ, սկսեցինք քննարկել այնինչ տեղի ունեցավ, որովհետև տեղի ունեցավ շատ բան։ Ընկերներ, ես սովորաբար թողնում եմ Էլ Կլասիկոն կամ ինչը կապված է Բարսելոնայի կամ Մադրիդի Ռեալի հետ վերջում, որպեսզի այտենց ընդհանուր բնութագիրը տամ ու փորձեմ լավ վերլուծել խաղի ընթացքում, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչը չգնաց այն մեկ թիմի համար կամ ինչը գնաց այն մյուս թիմի համար։ Բայց ես այսօր որոշեցի, որ խոսեմ ի սկզբանե, սկզբից ու ամեն ինչ վերջ տամ, որովհետև նայեք, այս մրցաշրջանում սա արդեն երրորդ Էլ Կլասիկոն էր ու իրականում ես որպես այդպեսին այս մրցաշրջանում հոգնել եմ կլասիկոներից։ Գիտեմ, որ եւս մեկ կլասիկո է սպասվում, չգիտեմ դա երբ էր, մայիսին էր, մայիսի քանիսին էր, չեմ կարող ասել, բայց Իսպանիայի առաջնությունում եւս լինելու է Էլ Կլասիկո։ Որոշում եմ հիմա խոսել ու որոշում եմ խոսել ոչ այն բանի մասին, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, չնայած որ խաղադաշտում եւս տեղի ունեցան որոշ իրադարձություններ։ Առաջին անգամ չէ, որ այս մրցաշրջանում մենք լսել էինք, որ Մադրիդի Ռեալը խնդիրներ ունի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի հետ։ Խոսքը գնում է թե մրցավարի տեսուչների, այսինքն եթե դուք չգիտեք, մրցավարական կոմիտեն իրենից չի պարունակում միայն մրցավարներ կամ եզրային մրցավարներ կամ վառի մրցավարներ, ոչ, մրցավարական բրիգադը ժամանում է տվյալ հանդիպման միշտ
միշտ ժամանում է տվյալ հանդիպման մրցավարների տեսուչով, այսինքն եթե կան մրցավարներ, որոնք խաղադաշտում դիտարկումներ են կատարում ու որոշում են ֆուտբոլիստների արարքները, այսինքն խաղից հետո օրինակ եթե ինչի համար են կարմիր տվել կամ ինչի համար են դեղին քարտ նշանակել կամ ինչի համար են, չգիտեմ, տվյալ դիրքում խախտում նշանակել եւ այլն, կա նաեւ մրցավարների տեսուչ։ Մրցավարների տեսուչը յուրաքանչյուր խաղի ընթացքում իհարկե շատ երկրներում, հա, եվրոպական բարձրակարգ երկրներում, որտեղ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքին վերաբերվում է լրջությամբ, օրինակ այլ ոչ թե ես տեսել եմ օրինակ, թե ինչպես է մրցավարների տեսուչը խաղի ընթացքում, կոնկրետ խաղի ընթացքում full house դիտել, խաղը դիտելու փոխարեն։ Ես դա անձամբ տեսել եմ, նա իմ կողքը նստած ա եղել ու չէ հետևել մրցավարների աշխատանքին, դրա համար էլ հայ մրցավարների բանը մակարդակը որոշումներ կայացնելիս շատ բարձր է։ Ինչևէ, մրցավարների տեսուչ եւս կա, եւ մրցավարների տեսուչը որպես այդպիսին յուրաքանչյուր խաղից հետո զեկույց է տալիս տվյալ ֆեդերացիային մրցավարների կատարած աշխատանքի համար։ Այսինքն արդեն այդ ժամանակ տեսուչն է որոշում մրցավարի, այսպես կոպիտ է հնչում, բայց ապագան, որովհետեւ մրցավարն է ասում, տեսուչն է ասում մրցավարը ճիշտ է կատարել այստեղ, սխալ որոշում է կատարել այստեղ, ինչը կարող էր այստեղ անել, արդյոք պետք էր թողել պայքարել, պետք էր սուլել եւ այլն եւ այլն։ Մի խոսքով շատ չմանրանա։ Ու Մադրիդի Ռեալը ունի վերջին, եթե չխաբեմ, 2-3 մրցաշրջաններում մրցավարական կոմիտեի հետ խնդիր, ու դա բացեի բաց է, այսինքն ոչ թե միայն, չգիտեմ, մեկ ֆուտբոլիստ է խոսել կամ հա Չարիք է Վինիսիուսը խոսել է կամ Վինիսիուսի հետ է կապված խնդիրը կոնկրետ Մեստալիայում որտեղ եւ այլն, ոչ, բոլորն են խոսում Մադրիդի Ռեալից դրա մասին, սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած պաշտոնյաների, հա, ընդհուպ միջև Ֆլորենտինո Պերեզ եղել են հարցեր, որ հասել են ու բացի դրանից Ռեալ Մադրիդի ալիքը, հա, Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի ալիքը, որը ես մաքսիմալ ձևի ատում եմ, որովհետև այնտեղ միայն հեգնանք է հնչում յուրաքանչյուր ֆուտբոլային ակումբի հանդեպ, միայն հեգնանք է հնչում յուրաքանչյուր անձի նկատմամբ եւ թող ինձ հակառակը ոչ մեկ չհամոզի, հատկապես Մադրիդի Ռեալի երկրպագուները ու այն երկրպագուները, որոնք տպավորություն կարող են ստեղծել ինձ մոտ, որ իրենք շատ են հետևում այդ ամեն ինչին ու ամեն ինչ գիտեն, ոչ մեկ չի կարող իմ կարծիքը փոխել, Մադրիդի Ռեալի պաշտոնական ալիքը միայն ծաղրանքի, հեգնանքի ու մարդկանց քննադատելու մասին է։ Բայց դրա մասին չէ խոսքը, ես որպեսզի դուք հասկանաք, ես նժարը չեմ դնելու այս խոսքից մեջ ինչ որ մեկի կողմը։ Ոչ, ընդհանրապես ոչ։ Բայց նախ ինչպես առաջացավ համացանցում այդ խառնաշփոթ իրավիճակը։ Ինչպես մենք գիտենք, մրցավարները ընդհանրապես չեն տալիս ոչ նախախաղային ասուլիս, ոչ հետխաղային ասուլիս, բայց հետխաղային ասուլիսի հետ կապված ես իրականում համաձայն եմ, որ մրցավարը պետք է բացատրություն տա իր կատարած գործողությունների համար, ոչ միայն թղթի տեսքով, որը ներկայացնում է ֆեդերացիա, այլ նաև լրագրողներին եւ անլայվ հանրությանը, ինչու նա որոշեց տվյալ քայլը այսպեսի կողմից նայել։ Ես հիմա չեմ հիշի այդ մարդու անուն ազգանունը, իրոք, ես հիմա չեմ հիշի, բայց կփորձեմ առավելագույնս տալ, որպեսի այդ ամենը լինի։ Ես հիմա նորից դնելու եմ պոիսկ տամ, որովհետև իսպանական մրցավարական ազգանունները բավականին բարդ են, հեսա, փորձենք գտնել։ Բենգոեչյան գլխավոր մրցավարներ տվյալ հանդիպման, այո, Բենգոեչյան գլխավոր մրցավարներ տվյալ հանդիպման եւ վառում աշխատող մրցավարը, որի անուն ազգանունը հիմա ոչ կհիշեմ, ոչ էլ իրականում կարևոր է։ Իրականում ոչ էլ կարևոր է տվյալ մասնագետի, երևի թե ճակերտների մեջ մասնագետի անուն ազգանունը։ Նախախաղային ասուլիսի ժամանակ Բենգոեչյան նախ արտասվում է մատնանշելով այն փաստը, որ մրցավարները վատն են ամեն իրավիճակում։ Արդյոք ես համաձայն եմ այդ կարծիքի հետ, այո, ամբողջությամբ համաձայն եմ։ Ու թող չթվա նաև իմ կողմից, որ ես միայն քննադատում եմ մրցավարներին, ոչ։ Եթե դու չես ուզում լինել վատը, դու պետք է չընտրես մրցավարի մասնագիտությունը։ Ինչու՞, որովհետև եթե դու մի որոշում կայացնում ես մեկ թիմի օգտին, ապա դու վատն ես դուրս գալիս արդեն ավտոմատ մյուս թիմի համար։ Հիմա այնպես է ստացվել, կյանքը այնպես է դասավորվել, որ այդ որոշումները լինի ճիշտ, լինի սխալ, հիմա կարևոր չէ, այդ որոշումները Բենգոեչայի ժամանակ
եղել են հիմնականում իդեմ Մադրիդի Ռեալի, այսինքն կարմիր քարտ, 11 մետրանոցի չնշանակում, խախտման չարձանագրում եւ այլն, ու ես որ խոսում էի տեղերքի հետ, ինձ նշեցին, որ Մադրիդի Ռեալի հաղթանակների տոկոսային հարաբերակցությունն ամենակիչն է, երբ մրցավարը եղել է Բենգոեչյան։ Բայց խնդիրը կայանում է ուրիշ բանում։ Բենգոեչյան նախ արտասվեց, ինչ որ չափով կարելի էր այդ համարել արտիստիկ, կարելի էր համարել դա իրոք էմոցիաների բխում եւ այլն, բայց այնինչ ասեցին այդ հուզմունքից հետո իրականում շատ հակասական էր ու մի փոքր կասկածելի, որովհետեւ վառի մրցավարը ասաց, որ մենք բավականին կոշտ, բառացի չեմ կարող ասել, բայց միտքը ընկալեք, մենք կոշտ ենք վերաբերվելու Մադրիդի Ռեալին, մենք կոշտ ենք վերաբերվելու Մադրիդի Ռեալի գործողություններին, իսկ այս հանդիպումը մտնելու է պատմության մեջ։ Այս իրադարձությունից հետո միանգամից Մադրիդի Ռեալը առանց գեթ 1 վայրկյան սպասելու հրապարակեց շատ պաշտոնական հայտարարություններ, ընդհուպ նրա, որ Մադրիդի Ռեալը չեղարկեց ինչպես նախախաղային ասուլիսը, որին մասնակցում է մեկ ֆուտբոլիստ եւ Կարլո Անչելոտին, ինչպես նախախաղային մարզումը եւ պաշտոնական ընթրիքը հանդիպումից առաջ։ Ամեն ինչ չեղարկվեց եւ ընդհուպ բանը հասավ նրան, որ Մադրիդի Ռեալը պատրաստ էր հեռանալ Սևիլիայից մինչեւ չփոխվի մրցավարական անձնակազմը։ Այդ առումով ես մի փոքր համաձայն չեմ Մադրիդի Ռեալի հետ, որովհետև եթե դու ցանկանում ես մրցավարի փոփոխություն կատարել հանդիպան մեկնարկից 24 ժամ շուտ, դու արդեն իսկ ուշացել ես, որովհետև ըստ կանոնակարգի ու ես վստահ եմ, որ բոլոր երկրներում կանոնակարգն այդպիսին է, որովհետև այդ կանոնակարգը կազմում է հենց FIFA-ն, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որ դու ունես կոնկրետ ժամանակահատված ինչ որ մի փոփոխություն կատարելու համար դիմում ուղարկելու տվյալ ֆեդերացիային, քո երկրի ֆեդերացիային։ Իսկ արդեն ֆեդերացիան է որոշում այդ դիմումը համարի բավարար, թե ուղղակի մերժի։ Հիմա կոնկրետ Հայաստանի առաջնության օրինակով բերեմ, ու եթե Հայաստանի առաջնությունում այդպես է, վստահեցնում եմ ձեզ մնացած երկրներում եւս այդպես է։ Մրցավարների անձնակազմը թիմերը իմանում են խաղի մեկնարկից առնվազն 4-5 օր շուտ։ Առնվազն 4-5 օր շուտ։ Եվ եթե դու գիտես, որ դու խնդիր ունես տվյալ մրցավարական անձնակազմի հետ, եթե դու գիտես, որ տվյալ մրցավարը մշտապես դեմ է քո հանդիպումների ժամանակ քեզ, ապա առաջանում է հարց. իսկ ինչու չպահանջել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից մրցավարական անձնակազմի փոխարինումը նախ շուտ, երկրորդը ոչ այսքան հրապարակայնորեն։ Այսինքն դա փաստաթղթային, դա օրենսդրական ինչ որ մի հատ հայտ է ձևակերպվում, պաշտոնական հայտ, որը ուղարկվում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա կամ որևէ երկրի ֆեդերացիա, ու տվյալ երկրի ֆեդերացիան կամ ընդունում է հիմնվելով այն փաստերին, որոնք տվել է տվյալ ակումբը, կամ էլ ուղղակի մերժում է, ասում է, չէ, մենք նշանակել ենք այս մրցավարներին, հիմք չեմ տեսնում, թե ինչու ես պետք է նրանց փոխարինեմ։ Բայց արի ուտես Մադրիդի Ռեալը լսելով մրցավարների անուղեղ հիմար տխմար արտահայտությունները, որոշում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որ Մադրիդի Ռեալը հանդես է խաղալու է հանդիպումը, եթե փոխվի մրցավարական անձնակազմը։ Հիմա կարող է սա պաշտոնական չի, հիմա կարող է սա, չգիտեմ, ուղղակի ասեկոս է, հիմա կարող է սա կրկին մարկա աս ու մնացած դեղին մամուլները, ինչպես որ ինձ ասում են բոլորը, մարկան դեղին մամուլ է, բայց հենց հերթը ասում է Մադրիդի Ռեալին, ուրեմն ինքը դեղին մամուլ չի։ Եթե Մադրիդի Ռեալին է հասնում ու ինքը դեղին մամուլ չի, նախ հնարավոր չէ ու չի կարելի ընդունել նման լրատվամիջոցը լուրջ, այսինքն եթե մնացածի վերաբերյալ կարելի է խաբել, սուտ նորություններ տարածել, ավելի շատ լսարան հավաքելու համար, իսկ երբ հերթը հասնի Մադրիդի Ռեալին, ապա ուրեմն պետքա լինել արդար ու պարզ, արդեն իսկ պետքա ջնջել ցանկից այդ լրատվամիջոցը։ Ինչ որ է, Մարկան գրել էր նման բան։ Ես կարդացել եմ Լոս Բլանկոսի տելեգրամյան ալիքում, հայկական ալիք է, իդեպ մհերն վարում ու մյուս ընկերները, ադմինները գնացեք գրանցվեք, ես չէի ասել, բայց քանզի խոսում եմ էլ կլասիկոից, The Blaugranas ու Los Blancos Telegram էջերին խնդրում եմ գնացեք եւ հետեւեք, նրանք լավագույնն են, փաստում եմ ձեզ, նրանք լավագույնն են, թե տեղեկատվական առումով, թե գիտելիքի առումով, իրենց սիրելի ակումբների վերաբերյալ, խոսքը չի գնում Անգլիայի Պրեմիեր լիգայը, որտեղ դա դժվար ինձ հավասար մեկը լինի, բայց կոնկրետ Բարսելոնայի ու Մադրիդի Ռեալի վերաբերյալ ու հատկապես իսպանական ֆուտբոլի վերաբերյալ, սկսած, չգիտեմ, դուբլներից, հա, վերջացրած երիտասարդական թիմերով, ակադեմիայով, մինչև մրցավարական կոմիտե ֆեդերացիա, նրանք ամեն ինչ տեղեկացված են, նրանք ամեն ինչ շատ արագ են տեղադրում, այնպես որ եթե դուք ուզում եք
չգիտեմ, հետևել ու լինել առաջինը ինֆորմացված Բարսելոնա եւ Ռեալ Մադրիդի մասին, ապա գնացեք հետևեք Telegram-յան ալիքները Los Blancos de Blaugranas, ես նրանց հղումը թողնում եմ տեսանյութի ներքևում։ Մհեր ջան, Ֆայիկ ջան, մարդա 5000 դրամ։ Ու ես այդ Los Blancos-ում կարդացի, որ Մադրիդի Ռեալը պատրաստ է հրաժարվել հանդիպումից։ Այն որ սկզբի համար եթե վրթովմունքով ես նայում, իրոք Եթե վրթովմունքով ես նայում, ապա բավականին ճիշտ որոշում է կայացնում Մադրիդի Ռեալը, որովհետև արդեն իսկ օբյեկտիվ չի լինելու հանդիպումը, հաշվի առնելով այն արտահայտությունները, որոնք դու լսում ես։ Իհարկե, օբյեկտիվ չի լինելու ընդհանրապես։ Բայց ինչպես Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ինչպես մնացածը հայտարարեցին, Մադրիդի Ռեալ Բարսելոն հանդիպումը կայանալու է։ Ու հանդիպումը կայացավ։ Իսկ հիմա ինձ մոտ առաջանում է հարց։ Պարոն Պերեսին։ Միսիո Պերեսին։ Ինչու էր այս կապիկությունը։ Եթե քո թիմը պետք է դուրս գար խաղադաշտ, ի վերջո։ Եթե դու գիտեիր, որ դու շատ քիչ շանսեր ունես, որ պետք է հաղթես տվյալ պայքարում։ Ինչու էր այդ կապիկությունը։ Ես մինչև հաստատումը, որ Մադրիդի Ռեալը խաղալու է, ես հավատում եի, որ Ռեալը կարող է հասնել իր արդյունքին։ Ու ես ասեցի, եթե այս ամենից վերջում խաղի Ռեալը, այսինքն եթե իրանք թեկուզ դուրս գան խաղադաշտ ու իրանք հաղթեն, իրանք ամբողջ աշխարհին, հատկապես իսպանական ֆուտբոլի բոլորի բերանները կփակեն ու կփակեն այնպես, որ կարծում եմ երկար ժամանակ ոչ մի բան չէր բացվելու։ Շատ երկար ժամանակ։ Բայց արդյունքը, երբ որ դու տեսնում ես ու տեսնում ես այն ֆուտբոլը, որը խաղաց Մադրիդի Ռեալը, միանգամից գալիս է մի բառ մտքիդ՝ կապիկություն։ Կարող է ես հենց հիմա արդեն զրկվեցի 50, 60, 100, գուցե 1000 հետևորդից, բայց ինձ այնքան մեկ է։ Մադրիդի Ռեալը այս մրցաշրջանում շատ է զբաղվել կապիկությամբ։ Իրոք, որը կապ չունի ֆուտբոլի հետ։ Ու սա այդ կապիկության կետերից մեկն էր, օրինակներից մեկն էր։ Արդյոք Մադրիդի Ռեալը ճիշտ էր, արդյոք Մադրիդի Ռեալի վրթովմունքը ճիշտ էր մրցավարական բրիգադի արտահայտությունից հետո։ Իհարկե ճիշտ էր։ Իհարկե ճիշտ էր։ Ու տվյալ մրցավարները չպետք է վարեին այդ հանդիպումը։ Ոչ մեկ, ոչ Բենգոեչյան, ոչ վառում նստած ինչ-որ մեկը, ոչ եզրայինները, ոչ 4-րդ պաշտոնյան, ոչ տեսուչը, ոչ մեկ չպետք է լիներ։ Պետք է բոլորին փոխեին։ Բայց եթե նման խիզախ արտահայտություններ են գնում ամբողջ համացանցում, նույնիսկ պաշտոնական հայտարարություններով, արդյունքը պետք է լիներ մեկը։ Մրցավարները պետք է փոխվեին։ Իսկ եթե չեն փոխվում, ապա այն ինչ դուք արեցիք ի վնաս էր միայն ու միայն ձեզ։ Ու ես վստահ եմ, որ Ֆլորենտինո Պերեսը գիտեր, որ մրցավարներին չէին էլ փոխելու։ Ես վստահ եմ, որ Պերեսը գիտեր դրա մասին։ Բայց պետք է, չէ, Վահան պաշտպանվելու համար, որ նույնիսկ անհաջողությունը կարող էր մատնացույց անել ինչ-որ մի բանի, ոչ թե ֆուտբոլիստների ցուցադրած ցածրորակ ֆուտբոլով, տոտալ ցածրորակ ֆուտբոլով, այլ նրանով, որ տեսեք, հենա։ Մենք ասում ենք, չէ, որ մի բան են չի լինելու։ Մենք ասում ենք, որ մի բան են չի լինելու։ Ու հենա, տենում եք։ Բայց գիտեք խնդիրը կայանում է ինչու՞մ, որ Բարսելոնա Մադրիդի Ռեալ Կոպա դել Ռեյ եզրափակիչը, որտեղ վարեց Բենգոեչյան, ավելի շատ հարցեր կան Բենգոեչյան, թե ինչու նա չնշանակեց XX դրվագներում XX բաներ, կամ ինչու նա ցույց չտվեց դեղին քարտեր Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստին։ Այսինքն Բարսելոնան ավելի շատ տեղ ուներ բանանելու, բողոքելու։ Որովհետև եթե հիշում եք Ֆերան Տորեսը, արդյոք հարվածեց Ռուդիգերը ոտքին։ Այո, հարվածեց։ Արդյոք առաջին խաղակեսում Դանիսե Բալյոսը եւ Օրելիեն Չուամենին ու բանը Ասենսիոն պետք է դեղինի վրա լինեին։ Այո, այդպես պետք է լիներ։ Չուամենին ընդհանրապես եթե շատ ցանկություն ունենային, կարող էին նաեւ հեռացնել խաղադաշտից, որովհետեւ թիկունքից սահանկումը, երբ նույնիսկ գնդակին դու չես դիպչում, դա արդեն հեռացմանը մոտ խախտում է, ինչու ոչ նաեւ ուղիղ հեռացում է։ Ու ինչպիսին եղավ հանդիպումը, հա, հիշում եք բոլորս։ Ինչպիսին եղավ հանդիպումը։ Բավականին թարմ են հանդիպությունները։ Ընկերներ, Մադրիդի Ռեալը կոնկրետ առաջին խաղակեսում չարեց։ Ես խոստացել եմ, ոչ մի վատ բառ չեմ օգտագործելու, ինձ նայում են երեխաներ։ Ոչ մի բան։
Ոչ մի բան Մադրիդի Ռեալը չարեց 0 հարված դեպի դարպասը ոչ թե դարպասին դեպի դարպասը 0 հարված 0 Բարսելոնան ուղակի ոչնչացրեց առաջին խաղակեսում Մադրիդի Ռեալը ուղակի սպանեց ուղակի խփեց 1 գոլ որովհետև Ֆերրան Տորես այլ ոչ թե Ռոբերտ Լևանդովսկի Լուկաս Վասկեսը էդի մի հատ երթվում եմ ոնց Դանի Կարվախալը ինչ կարևոր ֆուտբոլիստ է Մադրիդի Ռեալի համար ու ոնց ես դու հիմա հասկանում ես դու մնացածը թե ինչու էր Կարվախալը միշտ խաղում միշտ տրավմա ուներ չուներ հոգնած չէր չգիտեմ տատնա մեռել չի մեռել ինչն է խաղում գիտեք ինչի որովհետև Լուկաս Վասկեսը Նախ սկսենք նրանից, որ նատուրալիզացված աջ պաշտպան է։ Ինքը երբեք աջ պաշտպան չի եղել։ Լուկաս Վասկեսը չգիտի դիրքային պաշտպանությունը ինչ է։ Այսինքն գիտի, ինքը չի կարողանում դա կատարել բարձր կարգի, ինչպես անում էր Կարվախալը կամ ինչպես անում է ինձ մեկը Վալվերդեն։ Վալվերդեն, որը ամբողջ Մադրիդի Ռեալի հույսն ու փրկիչն է։ Այս ամբողջ սեզոնի ընթացքում Միակ ֆուտբոլիստ, ում ես կանգնեցնեն դեմս ասեն, ինչ կրիտերիաներ ունես այս ֆուտբոլիստի մասին այս մրցաշրջանում։ Ռեալ Մադրիդից բոլորից միայն Վալվերդեին կասեմ, ախպեր, համբուրեք այս ֆուտբոլիստի ոտքերը, շարժվի առաջ։ Ու Լուկաս Վասկեսը տապալում առաջին կեսը, вообще ոչ մի բան։ Ձախից Մենդին է մտնում, ընկերներ, Մենդին Անչելոտի որոշումները խայտարական հասկանալի են, տպավորություններ, որ Անչելոտին մտել է ուղակի հանդերձարան, ասել է դե տղեկ երկու անգամ խաղացել ենք, պետք է իմանաք էլի ոնց են խաղում։ Հելեք տենամ ինչ եք անում։ Ոչ մի միտք, ոչ մի բան, вообще։ Մբապեն պայստայինների նստարանները, այսինքն Մբապեին բան չենք կարող ասենք, վայ, Կիլիան Կրյան չի է վազում, չի է քայլում, չի է պաշտպանվում։ Չկար Մբապեն։ Գոլի դրվագը, ընկերներ։ Գոլի դրվագը Պեդրին ֆանտաստիկ հարված իհարկե Պեդրին ես էլ ռեալից եմ խոսում հետո կանցնեմ Բարսելոնայ որտեղ մենակ դրականն է այս պայդրությամբ Ախր դիտեք ոնց է ավարտվում Ռեալի գրը ու ոնց է ավարտվում Բարսայի գրը շատ ռոպեական մի քանի վայրկյանի տարբերությամբ Ջուդ Բելինգեմի սխալ փոխանցումից հետո Բելինգեմը ուղղակի ձեռքերը բռնում այսպես կանգնում է Բարսան գրոհում է Ու Բելինգեմը, որը պետք է լիներ Պեդրիի կողքին, երբ Պեդրին հարված է կատարում, Պեդրին ունի շարավղով 10 մետր շարավղով ազատ տարածություն, այսինքն Պեդրին կարող էր կասեցնել գնդակը, նայել դարպասին, մտածել, եւս մեկ անգամ կասեցնել ու հարվածել ու գոլ խփել։ Պեդրին արեց վարպետորեն մեկ հպումով, ով ինձ ասում է, որ Կուրտուան կարող էր հանել այդ գնդակը, չգիտեմ ընկերներ դուք կարծում եմ երբեք դարպասին չեք կանգնե։ Կուրտուան ամբողջ մարմնով բացվեց, մեկը չկարողացավ հանել։ Դա Դեկլան Ռայսին մոտ հարված էր։ Նույն կատարելությունը չէր, բայց շատ լավ հարված էր։ Կուրտուան ոչ մի մեղք չուներ այդտեղ։ Ու ոչ էլ պաշտպաններն էին մեղավոր, որովհետև պաշտպաններից այն կողմ սուպերաստղերեն իրանց հարիր չի վազել։ Ու Մադրիդի Ռեալը առաջին խաղակեսից հետո գնում է հանդերձարան Որ անհասկանալի իրավիճակում ես առաջին խաղակեսից հետո երբեք կրկնում եմ ընկերներ երբեք այդքան վստահ չէ եղել որ Բարսելոնան հաղթելու է Մադրիդի Ռեալին երբեք այդքան վստահ չէ եղել Դուրս է այդ Մենդին տրավմա է ստանում վնասվածք Նոր է ապակինվել տղեն Նոր հենց մի խաղից երևի մի 2-3 օր առաջ երևի ապակինվել ու մի անգամից մեկնարկային կազմ Անչելոտի մոտ մտքերը զերոյական են արդեն իսկ այդ տղեն այդ մարդը եւս մապե հերիքա թարգեք էլի ես էլ չեմ ուզում մտածեմ ինձ տարեք տվեք Բրազիլիա հավաքականը ես ընդեք մի հատ մունդիալի ու կոպայի համար կկրվեմ դե հիմա կրեմ չէ ես մեկը 1000 բան ունեմ իմ բան տիտղոսների սենյակում Երկրորդ խաղակեսը մեկնարկում է Մադրիդի Ռեալը սենց ասեմ ոչ թե լավ տեսք ունի Մադրիդի Ռեալը ավելի լավ տեսք ունի քան առաջին խաղակեսում ու Մադրիդի Ռեալի մոտ երկրորդ խաղակեսում հանկարծակի արտնանում է մենք եզրափակչում ենք տղերք մոտիվը իրոք արտնանում է մենք եզրափակչում ենք տղերք մոտիվը դուրս է գալիս խաղադաշտ Կիլիան Մբապեն դուրս է գալիս հետո խաղադաշտ Արդա Գյուլերը որը իդեպ երևի թե առաջին անգամ է իմ կյանքում որ ես տեսնում եմ Արդա Գյուլերին նման լավ ֆուտբոլ խաղալիս ու փոխվում է շատ բան փոխվում է Անչելոտին փոփոխություններով կարողացավ ազդել խաղի վրա Անչելոտին հիշեցրեց որ ինքը ոչ թե լրիվ թքած ունի այլ մի քիչ թքած ունի արդեն
Փոխվեց Տուգանային հարված, Մբապե գոլ, հետո միանգամից անկյունային գոլ Չուամենին 2-1 ու մտածում ես, վсё, հեսա Ռեալը, նայեք, ապե, բռնելա կուրաժը, Ռեալը ջոգելա, որ ինքը եզրափակչում է, վсё, չիլնելու, comeback, Բարսան համակարգի մասին է հենց այս պայդրությամբ, Ռեալը բռնելա, տարբերակ չկա, որտեվ հիշում ենք, դա երկրորդ գոլից հետո Վինիսիուս, Մբապե մի քանի անգամ կարողացին պայթել, մի քանի անգամ կարողացին տարածության վրա բռնել Բարսելոնային ու ասեցի, վсё, հեսա Բարսա посыпалась. Այս ամեն ինչ կգնա ոնց պետք է։ Շատ արագ գիշերը պրծավ ու կարգը վերածվեց դդումի։ Մադրիդի Ռեալը կանգնեց։ Իսկ այդ կանգառը շատ արագ օգտագործեց Բարսան։ Յամին ես հետո ֆուտբոլանունը մի անգամից չեմ կարողանալու ասեմ, իսկ երբեք Լամին Յամալի շքեղագույն փոխանցումը դեպի Ֆերան Տորեսը։ Այդտեղ այո սխալվեց Տիբո Կուրտուան, ինքը չպետք է դուրս գար, բայց ասել Կուրտուային ինչ-որ բան եւս կլինի հիստերիկություն, որովհետեւ ինքը այնքան է փրկել, որ նույնիսկ այդ սխալը կարելի է ներել։ 2-2 ու թիմերը գնում են բանի լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում որպես այդպեսին շատ լուրջ դրվագ տեղի ունեցավ միայն Ժուլ Կունդեի գոլը։ Ժուլ Կունդեին, որտեղ տոտալ ձախողվում է Բրահիմ Դիասը, ու գիտեք դա ինչ ձախողում է, որ նայեք, կա, այսինքն համակարգը, որ աշխատում է։ Մանկապատանեկան ֆուտբոլում օրինակ։ Մինչև 14-15 տարեկանը սովորեցնում են գնդակի հանդեպ տեխնիկային։ Այսինքն ինչպես կառավարել գնդակը, ինչպես աշխատել գնդակի վրա, փոխանցումներ, հարվածներ, հնարքներ, չգիտեմ, 1000 բան, դա տեղի է ունենում մինչև 15 տարեկան։ 15 տարեկանից հետո սկսվում է ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու մարտավարական մարզումները։ Որովհետև եթե դու օրինակի համար հասել ես հերո չգնամ Ուրարտու, Փյունիկ, Արարատ, Արմենիան, Նոա, Վան, տվյալ թիմերի բարձրագույն խմբում, այսինքն հիմնական թիմում ես դու խաղում։ Գլխավոր մրցավարը լինի դա Գունկոն, լինի դա Եղիշե Մելիքյանը, լինի դա Ռուի Մոտան, Վարդան Մինասյանը, թե Վահե Գևորգյանը, իրանք քեզ չեն սովորեցնելու, թե դու ինչպես պետք է կասեցնես գնդակը կամ ինչպես հարվածես գնդակին։ Իրանք ուրիշ բան են քեզ սովորեցնելու։ Իրանք քեզ սովորեցնելու են այն ֆուտբոլը, որը ինքը ցանկանում է, որպեսզի թիմը խաղա, այն ֆուտբոլը, որն ինքը դավանում է։ Ու կախված քո ֆուտբոլային որակներից այդ ժամանակ པարզ է երևում արդյոք դու համապատասխանում ես տվյալ թիմին կամ տվյալ խաղաոճին, թե ոչ, ու դու արդյոք պետք է մնաս տվյալ թիմում, թե ոչ։ Ու ինչու եմ ես այս ամենը ասում։ Երբ Լուկա Մոդրիչը փոխանցում է կատարում Բրահիմ Դիասին, Ժուլ Կունդեն նույնիսկ կադրի մեջ չի։ Հասկանում եք։ Բայց փոխանցումից հետո Բրահիմ Դիասը այնքան է կանգնած տեղը սպասում գնդակին, այնքան է կանգնած տեղը սպասում նագն որ գնդակը գացնի ոտի տակ, որ Կունդեն ուղակի շարժման հաշվին գալիս է, անցնում է ու հզորագույն հարված Կունդեն հաղթանակ է պարգևում Բարսելոնային, բրավո եւս մեկ գավաթ Մադրիդի Ռեալին հաղթելով։ Ինչի եմ ես ասում, մանկապատանեկան ֆուտբոլում են այդպես բաները սովորացնում, որովհետեւ Բրահիմ Դիասը մանկապատանեկան ֆուտբոլի սխալ թույլ տվեց։ Միայն փոքր տարիքից ով պարապելա կարող է փաստի ինկերներ մանկապատանեկան ֆուտբոլում են սովորեցնում, որ փոխանցումից հետո պետք է շարժվել դեպի գնդակը, ոչ թե սпасել, որ գնդակը գա քեզ մոտ։ Մանկապատանեկան ֆուտբոլի սխալ գնդակի կորուստ գոլ Բարսելոնան Իսպանիայի գավաթակիր։ Այդ կադրը կարող է ամբողջությամբ Մադրիդի Ռեալի մեկ մրցաշրջանը բնութագրել։ Իրոք։ Հետո Ռեալը արդեն ժամանակ չուներ ինչ-որ մի բան անելու։ Իսկ խաղի ընթացքում մրցավարից բողոքելու չեմ հիշում, որ շատ բան կա։ Այսինքն բավականին հստակ որոշումներ, էլի ասում եմ, չկա արդեն իսկ հանդիպում, որտեղ մրցավարի հետ կապված ինչ-որ մի հատ պրետենզիա չլինի։ Այնտեղ Ասենսիոն պիտի դեղին ստանար, այնտեղ չգիտեմ, Ֆրենկի Դե Յոնգը պիտի կարմիր ստանար, կամ չեմ կարող ասել։ Իմ համար դա կարմիր քարտ չէր։ Բայց գլոբալ կրկին Մադրիդի Ռեալը ուշադրություն է դարձնում մրցավարին, մրցավարի գործողություններին, ու ինչքան անարդար է կյանքը Մադրիդի Ռեալի նկատմամբ, բայց Մադրիդի Ռեալը հերթական անգամ չի ուշադրություն չի դարձնում, թե ինչ ցածրակարգ, ցածրորակ ֆուտբոլ է խաղում։
իր թիմը, ունենալով սուպեր աստղեր ամեն դիրքում։ Լավ, ամեն դիրքում չէ։ Համենայն դեպս հարցակման գծի սուպեր աստղերը բավարար են հաղթելու ինչ որ մի հատ տիտղոս։ Բա իսկ վերջում Անտոնիո Ռյուդիգերի պահվածքը չգիտեմ դա ինչ էր։ Ես չեմ ուզում դա մեկնաբանել, որովհետև դա ուղղակի զուտ հետաքրքիր է։ Հիմա Անտոնիո Ռյուդիգերին թողեին, ինքը գնալու էր հարվածեր մրցավարին։ Կամ միթե չկա ֆուտբոլիստների պայմանագրերի մեջ տենց օրենք կամ տենց կետեր, որ պետք է իրանց պահեն կոռեկտ կամ չափի մեջ այլապես կտուգանվեն։ Ես մտածում եմ, որ պետք է լինի։ Որովհետև Անտոնիո Ռյուդիգերի պահվածքը ոչ թե կոռեկտ չէր, adekvat չէր։ Ինքը հետո ներողություն ա խնդրել, այո։ Ինքը հետո ներողություն ա խնդրել։ Բայց արդյոք դա կմեղմացնի նրա որակազրկման չափը։ Ես կարծում եմ ոչ։ Իմ կարծիքով Ռյուդիգերը այս մրցաշրջանում էլ չպետք է խաղա։ Որովհետև բռնում ես սառույցի հետ, շպրտում ես խաղադաշտ, մրցավարին ամենավատ բարերով բնութագրում ես։ Ինչի համար։ Դու իրոք ինչի համար։ Քո թիմը խաղացել է 7-8 գոլի, պարտվել է մրցավարի պատճառով, դու մրցավարին այդ կերպ ես վիրավորում, հա, ինչ որ բան է շպրտում այդ կողմ։ Փոխանակ ֆրաս թիմակցի ասես եղբայր, դու չես կարող փոխանցում կատարել։ Քեզ փոխանցում են տարել, դու չես կարողանում ընդունել այդ գնդակը։ Դա Մադրիդի Ռեալի մրցաշրջանն էր։ Տխրահրճակ մրցաշրջան։ Ռեալին պետք են փոփոխություններ։ Իրոք, Ռեալին պետք են փոփոխություն։ Ես գրեթե 30 րոպե խոսում եմ այս El Clasico-ի մասին։ Ատում եմ կլասիկոն, խոստանում եմ մյուս կլասիկոն լինելու է մաքսիմում 10 րոպե, կախված ոնց կընթանա, բայց մաքսիմում 10 րոպե։ Իսկ չէ, կախված ոնց կընթանա չէ։ 10 րոպե առավելագույնը, ուրիշ ոչ մի բան չեմ ասելու։ Դե իսկ Բարսելոնայի մասին ինչ կարող եմ ասել։ Հանսի Ֆլիկ Բրավո Հանս Դիտեր Ֆլիկ։ Բրավո Պեդրի, բրավո Լամին, բրավո Տորես, բրավո Ֆրենկի Դե Յոնգ։ Ֆրենկի Դե Յոնգը կարծես գտնում է իր խաղը, դա շատ ուրախալի է։ Բրավո Ինիգո Մարտինես, որը պատի պես խաղաց այդ օրը։ Կուբարսին, հիասքանչ պաշտպանա Պաո Կուբարսին։ Շեստին, որը շարունակում է փայլել, այդ ֆուտբոլիստը ընդամենը 8-9 ամիս առաջ ավարտել էր կարիերան, ինքը երբեք չէր կարող մտածել, այդ ֆուտբոլիստը ծխում է անգեր։ Ինքը արդեն 2 գավաթ ունի նվաճած բանի հետ։ Բարսայի հետ։ Բա Պեդրին իմ համար որպես երկրպագու ես չեմ կարող ուղղակի Սալահին որպես երկրպագու հանեմ առաջին հորիզոնականից, բայց Պեդրին հենց հիմա Սալահի հետ, այսինքն հավասար կանգնած առաջին հորիզոնականում ոսկե գնդակի համար պայքարում, որովհետև Պեդրին թելադրում է ռիթմ, Պեդրին տեմպ է տալիս խաղին, Պեդրին կառավարում է խաղը։ Ես նայում եմ Պեդրին, ասում եմ ընկեր, էսի չավինա։ Եթե ես ասում եմ, որ Լամին Յամալին ամեն անգամ երբ որ գնդակը ստանում է կամ ամեն անգամ երբ որ հիմա միացնում են Բարսելոնայի հանդիպումները ու ակնկալում եմ, որ Յամալը ինչ-որ մի հատ ֆանտաստիկ բան կարող է անել, ես հիմա միացնում եմ Բարսելոնան ու նայում եմ Պեդրին, ասում եմ, դավայ մի հատ դիրիժորություն արա։ Ու ինքը էտի անում է։ Ու ինքը էտի top ֆանտաստիկ կերպով է անում։ Ցավում եմ, որ նման ֆուտբոլիստ չի խաղում Լիվերպուլում, բայց մենք ունենք Ալեքսիս Մակալիստեր, որին եւս ցանկանում են շատերը։ Փայլուն Բարսելոնա, հիասքանչ Պեդրի, հիասքանչ Դե Յոնգ, հիասքանչ Յամալ։ Ռաֆինյան տապալեց հանդիպումը։ Ռաֆինյան ես հիմա ասում եմ, Ռաֆինյան, ինչպես եւ ես նշում էի, ու չեմ փոխել իմ կարծիքը, նույնիսկ Բարսելոնայում լավագույնը չէ, ուր մնաց կոչվի աշխարհում լավագույնը։ Նույնիսկ Բարսելոնա լավագույնը չէ։ Ու այն վիճակագրությունը, որը ունի Ռաֆինյան, չի արտացոլում այն խաղային կարևորությունը, որը ունի նա Բարսելոնայում։ Այս պայմանությամբ ամենակարևոր ֆուտբոլիստը Բարսայում դա Պեդրին է, դրանից հետո գալիս է Լամին Յամալը, հետո նոր Լևանդովսկի, Ռաֆինյա, Ինիգո, Ֆրենկի եւ այլն։ Նրանք համակարգ են, նրանք մեկ նպատակ ունեն ու նրանք գլխավոր ֆավորիտն են չեմպիոնության համար։ Ու 2 գավաթ արդեն կա, ու ֆանտաստիկ է, որ այդ 2 գավաթը նրանք նվաճում են հաղթելով Մադրիդի Ռեալին։ Ռեալին պետք են փոփոխություններ, շատ լուրջ փոփոխություններ։ Ինչ է սպասվում մյուս մրցաշրջանում չգիտեմ։ Թող գա Տրենտը, թող գա Վիրցը, թող գա Մուսիալան, բերեք սաղ աստղերին։ Այդպես չեն դառնում թիմ։ Իսկ Ռեալին հիմա պետք է թիմ, համակարգված թիմ, որը ունի լիքը մտքեր։ Իտալիայի սերիա։
իտալական սերիայում հավատացեք, այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որ գնա գալիս եմ։ Նախ Ինտերը, որը պարտվեց երրորդ խաղում անընդմեջ, ինչպես գիտեք, Ինտերը նախ զիջեց Բոլոնիային 0-3 հաշվով, ներողություն, Բոլոնիային 1-0 հաշվով, Իտալիայի ասերիայի շրջանակում, արտագնախաղում, բավականին բարդ հանդիպում էր Ինտերի համար ու նա այնտեղ զիջեց վերջին վայրկյաններին բաց թողելով բավականին գեղեցիկ գոլ, ես հեսա կփորձեմ ձեզ ասել ով էր դարձել գոլի հեղինակ դարձել էր Օրսոլինին, այո, հետո Ինտերը պարտվեց ողերի մրցակցին Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 3-0 հաշվով, այնտեղ Ինտերը, եթե ես ինչ-որ արդարացումներ գտնում եի, ասում եի, գիտեք ինչ կա, ժող, Ինտերը պրոստը տալիս էր այս խաղը, փիլիսոփայի տեղի դեր է, պրոստը տալիս է, որովհետև ինքը հասկանում է, որ չի կարող պայքարել 3 ֆրոնտով ու պետքա զիջի մի մրցաշար ու այդ մրցաշարը Իտալիայի գավաթն էր։ Ու եթե որ խորանաս իմ ու մնացածի մտքերի հետ կա այսօր տրամաբանություն, որովհետև այո, եթե նայում ես իտալական թոփինգ առաջնություններում, թոփ թիմերի միջև Ինտերը ամենատարեց թիմն է միջին տարիքով։ Ու պարզեր հաշվի առնելով որ նրա պայստայինների նստարանը այդքան էլ խորը չէ, իսկ պայստայինները որպես այդպեսին ավելի ցածր մակարդակի ֆուտբոլիստներ են, քան մեկներկային կազմի խաղացողները, բավականին պարզ էր, որ ինքը ինչ որ միտեղ սայթակելու է, ինչ որ մի մրցաշարում։ Ես կարծեցի, որ այդ մրցաշարը լինելու է Իտալիայի գավաթը, որովհետև այո, Միլանը բավականին լավն էր, բայց Ինտերն էր չափազանց շատ ռոտացիայի գնացել այդ խաղում, տվել էր խաղաժամանակ այլ ֆուտբոլիստների, հիմնական դարպասապահ Յան Զոմերը պայստայինների նստարանին էր, չկար Լաուտարո Մարտինեսը, չկար Մխիթարյանը, չգիտեմ, կար Բարելան թե չէ, չկար Չալհանող Լուն, հետո մտավ խաղադաշտ, երբ որ արդեն 1-0 տոլի 2-0 էր հաշիվը։ Խոսքով։ Բայց հետո եկավ Ռոմայի այդ հանդիպումը։ Բավականաչափ բարդ հանդիպում, որին ես ասեցի, որ կհետևեք, ես այս հանդիպումը չեմ նայել ուղիղ եթեր, որովհետև ինչպես Լիվերպուլի չեմպիոնական հանդիպումը, այլպես էլ Ինտեր-Ռոմա հանդիպումը ես չդիտեցի Ուրարտուի հանդիպման պատճառով, մենք գնացել էինք ուղևորվել էինք Գյումրի, որտեղ ես ջղայնացա, որտեղ Ուրարտուն չաղթեց։ Ու այդ ընթացքում տեղի ունեցավ հանդիպումը, ես չկարողացա նայեմ Ինտեր-Բոլոնիա։ Ես հետո եկա արդեն հաշիվը իմանալով դրեցի, դիտեցի Ինտերի խաղը։ Ընկերներ, սա Ինտերի վատագույն հանդիպումներ այս մրցաշրջանում, վատագույն։ Այո, հիացմունքս Ռոմային, հիացմունքս Կլաուդիո Ռանիերին, ինչպես Ռանիերին, ոնց էր Շեսնին, ինչից էին խոսում Շեսնի, հիմա Ռանիերին, մարդուն հանին դիվանից, որսա բաներ նայում, Պոլե Չուձես էր նայում երևի տունը իր բասկաթորին նստած, բերին հանին ասին ասա չէ, տարբերակ չկա, սեզոնը պետք է պրծցնես Ռոմայում, ինքն ասեց լավ, հեսա մի բան կանենք, ու գնաց ու կարեց ինչ կա չկա, որպեսի հասկանաք, Ռոման պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտու համար։ Ռոման այս պայն գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, իսկ Չեմպիոնների լիգայի գոտուց ետ է 2 միավորով։ 2 միավորով ուղակի դա փառահեղա, ֆանտաստիկա, ինչպես այդ միջակ ֆուտբոլիստներով Ռոման հասավ այստեղ։ Չգիտեմ, արդյոք Ռոման ի վերջո կհայտնվի Չեմպիոնների լիգայում, որովհետև խաղացանկը խայտարակ բարդ է Ռոմայի համար։ Ռոմա Ֆիորենտինա, Ատալանտա Ռոմա, Ռոմա Միլան, Տորինո Ռոմա։ Չգիտեմ ինչպես է Ռոման հայտնվելու Չեմպիոնների լիգայում, բայց եթե Կլաուդիո Ռանիերին արեց այնպես, որպեսզի Ռոման վերադարձավ Չեմպիոնների լիգա, առնվազն այս 4 խաղից 3-ում հաղթելով, Կլաուդիո Ռանիերին անձամբ ես պատրաստ եմ տալ իտալական ասերիայի մրցաշրջանի մարզիչ։ Թքած թեով կրինդե Սկուդետոն, Կոնտեն, Ինձագին, Տուդորը, Մուդորը, Կլաուդիո Ռանիերին։ Ու հասկանում եք Կլաուդիո Ռանիերին, որ ընդհանրապես չունի մոտիվ ինչ-որ մի հատ նոր բան տալու։ Այդ մարզիչը գնացել է Պրեմիեր լիգայի պատմության անհավանական չեմպիոնությունն է պատմության գիրկը մցրել Լեսթերի հետ, որովհետև Լեսթերի կազմում ինքը ուներ հստակ սխեմա կպնել մրցակցի ամենաթույլ կետերին ու միշտ հարվածել այդ կետերին։ Հիմա նույնն ենք անում Ռոմայում։ Ասել որ Ռոմայում խաղում են ինչ-որ փառահեղ ֆուտբոլիստներ, խափեմ։ Ռոմայում ինձ չափազանց տպավորում այս տղան 22 տարեկան Մատիաս Սոուլը,
որը վերջին 3 խաղում անընդմեջ գոլ է խփում։ Վերջին 3 խաղում անընդմեջ։ Ու այս ֆուտբոլիստի հանդեպ վստահեցնում եմ վերադառնալու է հետաքրքրություն, իսկ ոչ թե վերադառնալու, այլ սկսվելու է հետաքրքրություն։ Ու Իրան ինչ-որ մի տեղ անելու են։ Բայց եթե Իտալիայի գավաթում ես ասում եմ, որ Ինտերը տվեց ու շատ ռոտացիա էր դիմե, ընկերներ, կոնկրետ այս խաղում չգիտեմ ինչի հիման վրա Ինտերը պիտի կրեր։ Որովհետև որպես այդպեսին, երբ որ հաշիվը 1-0 էր, Ինտերը կատարել էր ընդհանրապես 2 դիպուկ հարված։ 2 հանդիպումը տնային էր։ Իսկ Ռոման 7 Ռոման ավելի մոտ էր երկրորդ կամ երրորդ գոլին, քան Ինտերը պատասխանին, հասկանում եք։ Ինչ է ասում այս ամենը։ Ինտերը ֆիզիկական ծանրագույն վիճակում է գտնվում։ Ինտերը ունի վնասվածքներ։ Բենժամին Պավարը ստացավ վնասվածք, նրա մասնակցությունը Բարսելոնայի խաղին հարցականի տակ է։ Փաստ է, որ չի լինելու նաև Թյուրամը վնասվածքի պատճառով ու դրա պատճառով էլ այդ խաղում մեկնարկային կազմում էր հայտնվել Մարկո Արնաուտովիչը, որովհետև Թյուրամից հետո Արնաուտովիչ կամ Մեթի Տարեմի պետք է ընտրություն կատարել, այսինքն Թյուրամից վատն են այդ երկուսը։ Բայց ով է ավելի լավը այդ վատից, կարծում եմ Արնաուտովիչը, որովհետև Մեթի Տարեմին ինքը вообще հիասթափություն էր շատ մեծ, ինձ թվում է Տարեմին գնալու է Ամրանը ու գնալու է Սաուդյան Արաբիա, որտեղ ինքը իրան կարող է լավ զգալ, իսկ մնալ Արնաուտովիչի հույսին, խնդրում եմ հիշեք, թե ինչ բնավորության ֆուտբոլիստ է Մարկո Արնաուտովիչը, ու եթե ինքը դուրս գա խաղադաշտ տրամադրությունը մի այսքան էլ վատ, ինքը ոչ մի բան չի կարողանալու անել խաղադաշտում։ Իսկ Լաուտարո Մարտինես այնպիսի հարձակվող է, որ իրան պետքա, այսինքն ոչ թե ինքը մենակ այդ կոմով է լավ ֆուտբոլիստ, ոչ, ինքը շատ ունիվերսալ կենտրոնական հարձակվող է, ինքը աշխարհի top 5 հարձակվողներից մեկն է, բայց ինքը Ինտերում սովորել է այնպես, որ իր համար պետքա եւս մեկ գաբարիտնի հարձակվող, որը կկատարի այլ աշխատանք, ֆիզիկական աշխատանք։ Իսկ Լաուտարո Մարտինեսին ուղղակի կմնա համ կրեատիվությունը, համ էլ վերջին հպումը գնդակին կմնա Լաուտարոին։ Ինքը տե է ֆանտաստիկ լավ։ Իսկ երբ որ իր կողքի հարձակվողը վատնա, Լաուտարո Մարտինեսը միայնակ չի կարողանում ինչ-որ մի բան անել, որովհետև մարտավարությունը թույլ չի տալիս, որպեսզի Լաուտարո Մարտինեսը այլ բան մտածի։ Հիշեք Լաուտարոին, երբ ինքը եկել էր Ինտեր, ովքեր են իր թիմակիցները։ Հիշում ենք, Էդին Ջեկոն էր մյուս հարձակվողը, հետո եկավ Ռոմելու Լուկակուն, հետո Թյուրամը։ Հասկանում եք, ինքը միշտ ունեցել է այդ ֆուտբոլիստին իր կողքը։ Իսկ Մարկո Արնաուտովիչը ընկերներ հաստատ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ֆուտբոլիստ չէ։ Չկար Մխիթարյանը։ Ուզում հասկանամ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ։ Մխիթարյանը նույնիսկ հայտարարված էլ չէր։ Դեղին քարտերի պատճառով չկար Մխիթարյանը, հազար ներողություն, դա մոռացել էի։ Չկար Բաստոնի, չկար Մխիթարյան։ Պաշտպանության ձախեզրը Կարլոս Ագուստոն վերածել էր Սուլեն անում էր ինչ ուզում էր։ Բաստոնի Ես հիմա չեմ ուզում ասել, որ եթե այդ երկուսը լինեին, ուրիշ ձև կընթանար, բայց այն, որ որերորդ հանդիպումն է Հենրիխ Մխիթարյանը մեկը չի խաղում Ինտերի կազմում, Ինտերի կիսապաշտպանությանը կենտրոնը, հատկապես կենտրոնը բալանսավորված չէ։ Նրանք կորցնում են ռիթմը, նրանք կորցնում են ուղեղը, չնայած որ կա Բարելա ու Չալանօղլու։ Ու այս հանդիպումներից հետո մենք գնալով, չգիտեմ, ես արժևորում Հենոյին ավելի շատ ու եւս մեկ անգամ համոզվում Սիմոնե Ինզագիի խոսքերի մեջ, որ Հենրիխ Մխիթարյանը ադամանդ է։ Ու յուրաքանչյուր թիմ պետք է ուզենա Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի։ Ինչ է սպասվում Ինտերին։ Եթե հաշվի առնենք, որ զուգահեռաբար ընթացող խաղում Նապոլին հաղթեց 2-0 հաշվով։ Նապոլին հաղթեց, իրոք, 2-0 հաշվով։ Հեսա գտնեմ ձեզ։ Հաղթեց Տորինոին։ Գոլի եղինակ դարձավ Սկոտ Մակթոմինե, դուբլ գրանցեց Մակթոմինե։ Հիմա Մանչեսթեր Յունայթեդի տղեկավարությունը ինչի դու էդի չէիր կարող անել Յունայթեդում, չնայած որ ինքը էդի անում էր նաև Յունայթեդում։ Իրոք ինքը նման բան անում էր նաև Մանչեսթեր Յունայթեդում։ Ուղղակի Սկոտ Մակթոմինե սև աշխատանք կատարող ֆուտբոլիստ էր Յունայթեդում, նրան չգնահատեցին, ասեցին լավ դե դու գնա, մենք կպայենք բան,
Ուգարտե, մենք կպայենք Կազեմիրո 350,000 շաբաթական աշխատավարձով, դու գնա Նապոլիում, դժվար է ինչ-որ բան անես։ Սկոտ Մակթոմինը խփել է այս մրցաշրջանում 10 գոլ։ Իրանից ավել Նապոլիում խփել ընդամենը 1 ֆուտբոլիստ, դա հարձակվող Ռոմելո Լուկակուն է 12 գոլով։ Այսինքն Սկոտ Մակթոմինը բավականաչափ մոտ է դառնալու Նապոլիի լավագույն ռմբարկուն։ Իսկ Նապոլին հաղթում է եւ դուրս գալիս առաջնության առաջին հորիզոնական։ Ինչ է սպասվում Նապոլիին եւ ինչ է սպասվում Ինտերին։ Ես կարծում եմ, որ այս պահից ամեն ինչ Նապոլիի ձեռքերում է։ Որովհետեւ եթե նայում ենք Նապոլիի խաղացանկը, ապա այստեղ մեղմ ասած ավելի հեշտ է, քան Ինտերին։ Նապոլին ունի հանդիպում Լեչեի հետ, Նապոլին ունի Ջենովայի հետ, Պարմայի եւ Կալիարիի հետ։ Երկուական տանը եւ դուրսը։ Բոլոր թիմերը այստեղ կարող ենք ինտիգներ գտնել, որովհետեւ բոլոր թիմերը այստեղ 13-րդ հորիզոնական ու ցածր են։ Բայց թե Լեչեն, թե Կալիարին, թե Պարման պայքարում են իրենց տեղը պահպանելու համար իտալական ասերիայում։ Թղթի վրա Նապոլին ավելի հեշտ է, որովհետև Նապոլին ավելի բարձրակարգ թիմ է, բայց այն, որ Պարմա, Կալիարի, Լեչե թիմերը հեշտ պայքար չեն տալու, կարծում եմ դա փաստ է։ Դե իսկ Ինտերի համար ամեն ինչ շատ ավելի բարդ է, շատ ավելի բարդ։ Նրանք միջակայքում ունեն 2 հանդիպում Չեմպիոնների լիգայի շրջանակում Բարսելոնայի հետ, իտալական ասերիայում նրանք ունեն Վերոնա, Տորինո, Լացիո եւ Կոմո, ինչը ավելի է բարդացնում Ինտերի աշխատանքը, որովհետեւ եթե այն ժամանակ ամեն ինչ Ինտերի ձեռքերում էր, այսինքն Ինտերից էր կախված ով կդառնա չեմպիոն, ապա այս պահից սկսած արդեն ոչ։ Նրանք խնդիրներ ունեն կազմի հետ, նրանք խնդիրներ ունեն մարզավիճակի հետ, նրանք խնդիրներ ունեն ֆուտբոլիստների ընտրության հարցում։ Այս մրցաշրջանը ամբողջությամբ փաստեց, որ Սիմոնե Ինզագին հիասքանչ մարզիչ է, բայց Սիմոնե Ինզագին չի կարողանում ազդել խաղի վրա փոփոխություններով։ Չի ստացվում ուղղակի։ Այդ մարդու ուժեղ կողմը չէ։ Այո, լինում են հանդիպումներ, երբ նա փոփոխություն է կատարում ու իր խաղադաշ դուրս բերած ֆուտբոլիստը, չգիտեմ, դառնում է հաղթական գոլի հեղինակ, հաղթական գոլային փոխանցման հեղինակ, եթե պաշտպանողական հատկությունները ինչ որ բան անում, բայց գլոբալ, եթե մրցաշրջանի երկարությամբ նայում ես, ապա Սիմոնե Ինզագիի մոտ դա լավագույն հատկանիշը չէ։ Ընդհանրապես, ինչպես եւ նա չկարողացավ ազդել Ռոմայի դեմ խաղին։ Ընդհանրապես չկարողացավ։ Ու հիմա Ինտերը հայտնվել է ծանրագույն իրավիճակում։ Երբ ընդամենը կես ամիս առաջ Ինտերին մենք տանում էինք Իտալիայի չեմպիոնության, համարում որ Միլանը այն մրցակիցը չէ, որ Ինտերին կարող է ինչ-որ բան առաջարկել ու Ինտերը կլինի Իտալիայի գավաթի եզրափակում ու տոտալ ֆավորիտ կլինի այնտեղ, իսկ Բարսելոնայի դեմ ամենակիչը Ինտերը կմղի հավասար պայքար, հիմա խաղակարտերը փոխվեցին։ Ինտերը դուրս մնաց գավաթից։ Ինտերը առաջատար չէ իտալական ասերիայում։ Եվ այս Բարսելոնայի դեմ այս Ինտերը կոնկրետ Ռոմայի դեմ Ինտերը լուրջ խնդիրներ չի առաջացնի։ Ինչ բան է չէ կյանքը։ Ինչ բան է կես ամիսը։ Ինչքան բան կարող է փոխվել, հատկապես կարծիք։ Իսկ վերջում ընկերներ։ Ես երկար չեմ խոսալու, որովհետև ուրախությունն ու երջանկությունը լռություն են սիրում։ Բայց շատ թեթև կանդրադառնամ Լիվերպուլի չեմպիոնության։ Ինչպես արդեն գիտեք, Լիվերպուլը հաղթեց Տոտենհեմին, ֆանտաստիկ։ Այն որ քարե վրա չթողեց Տոտենհեմից, հաղթեց 5-1 հաշվով ու պաշտոնապես 20-րդ անգամ արդեն հռչակվեց Անգլիայի բարձրագույն խմբի հաղթող։ Այսպես ասենք, որովհետև երբ որ նշում ենք մարդկանց Անգլիայի Պրեմիեր լիգա, իրանք սիրում են բառերից կախվել, ասել դե Անգլիայի Պրեմիեր լիգան 92 թվից է սկսել, 92 թվին դուք հազիվ 2 հատ եք գրել։ Կույր մարդիկ են, ֆուտբոլի չհասկացող, ոչ թե ֆուտբոլ չհասկացող, այեն կարող հասկանալ ֆուտբոլից, ֆուտբոլ չսիրող, մարդու քրտնաջան աշխատանքը չգնահատող մարդիկ են նման բանասողները։ Լիվերպուլը հաղթեց։ Ու այս չեմպիոնությունը մի շատ կարևոր բանի մասին էր, որ հնարավոր է ապրել մի իրականության մեջ, որտեղ դու գուցե լավագույնը չես, բայց ամեն անգամ չէ, որ այդ իրականությունը պետք է հարմարվի, այսինքն ամեն անգամ չէ, որ դու պետք է հարմարվես այդ իրականությանը ու շարժվես այդ ճանապարհով, դու կարող ես ստեղծել քոնը։ Ինչի մասին է խոսքը։ Նեյմարի տրանսֆերը 2018 թվականին հեղափոխական էր ֆուտբոլի համար։ Հասկանում ենք, չէ՞ ինչու։ 222 միլիոն եվրո։
Նման բան աշխարհը չէր տեսել։ Ֆուտբոլի պատմությունը նման բան չէր լսել։ Նույնիսկ Զիդանի տրանսֆերը, երբ որ տեղի ունեցավ, երբ նա Յուվենտուսից տեղափոխվեց Մադրիդի Ռեալ, դա կոչվում էր անոմալիա։ Ու բոլորը վստահ են, որ նման բան չի կրկնվելու։ Հետո եկավ Քրիշտիանո Ռոնալդուն, հետո եկավ Գարեթ Բեյլը 100 միլիոն, հետո գնաց Պոլ Պոգբան 100 միլիոն, բայց ոչ մեկ չէր մտածում, որ դա կարող է քանդել շուկան, այսինքն հա օքեյ լավ 100 միլիոն, 100 միլիոնից բարձր ով պիտի լինի։ Եթե Քրիշտիանոն է հազիվ 100 միլիոն, ով պիտի լինի 100 միլիոնից ավել։ Ու երբ 2018 թվականին Նեյմարը տեղափոխվեց Բարսելոնայից PSG 220 ու պլյուս միլիոն եվրոյի դիմաց, համաշխարհային ֆուտբոլային շուկան վերածվեց քաոսի։ Ու յուրաքանչյուր ֆուտբոլիստ կամա թե ակամա սկսեց բարձրացնել իր գինը։ Յուրաքանչյուր ակումբ, յուրաքանչյուր գործակալություն, որ աշխատում է տվյալ ֆուտբոլիստի համար, սկսեց բարձրացնել արհեստականորեն գինը։ Որպեսզի հասկանաք, 2018-ին Մանչեսթեր Սիթիից Յուվենտուս տեղափոխվեց Դանիելուն։ Հիշում եք այդ ֆուտբոլիստին, որ հիմա ոչ մեկ չի հիշում։ Ինքը արժեր 35 միլիոն։ 2003 թվականին 30 միլիոնով Բարսելոնան PSG-ից գնեց Ռոնալդինյոին։ Հիշենք թե ինչ հետք է թողել Ռոնալդինյոն ֆուտբոլում, ինչ հետք է թողել Դանիելոն։ Հիմա խոսքս դրա մասին չէ։ 2018 թվականից ի վեր մենք մի շարք տրանսֆերներ ենք տեսել, լինի գերագնահատված, լինի թերագնահատված, լինի դա գեր ծախս, թեր ծախս, ինչպես կցանկանաք։ Ու Լիվերպուլ այդ կյանքում, հա, այդ իրականության մեջ չեմ ուզում ասել, որ թույլ չի տվել իրեն մեծ գնումներ։ Այո, երկը թույլ է տվել։ Որովհետև եթե չլինեն այն մեծ գնումները, Լիվերպուլը չէր լինի այս պայդրությամբ այդ մեծ թիմը, որը հիմա ունի։ Այսինքն եկավ Վան Դեյք, եկավ Ալիսոն, եկավ Նունյես, անաջող տրանսֆերի դեպ։ Ու վերջ։ Այսինքն 80 պլյուս ընդամենը 3 ֆուտբոլիստ է եկել Լիվերպուլ։ 3 Նունյես, Ալիսոն, Վան Դայք։ 3-ից 2-ը ամբողջությամբ արդարացված են։ Լեգենդներ են, համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն են, շարքում են հաստատ իրենց դիրքերում։ Բայց կոնկրետ այս մրցաշրջանի մասին է խոսքը։ Լիվերպուլը ամբողջ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերեց ընդամենը 2 ֆուտբոլիստի, ծախսելով ամբողջ ամառ 40 միլիոն եվրո։ 43 միլիոն եվրո, այո։ 30 միլիոն նրանք տվեցին Գյորգի Մամարդաշվիլիի համար, որը չմիացավ Լիվերպուլին, այլ եւս մեկ մրցաշրջան պետք է անցկացներ Վալենսիայում։ Եվ 13 միլիոն Ֆեդերիկո Կիեզայի համար։ Վերջ։ Ու դա այն ժամանակաշրջանում, ընկերներ, երբ Լիվերպուլը ուներ post-կլոպյան ճանապարհ։ Այսինքն եկավ նոր մարզիչ, no name, ոչ մեկ չէր հետևում Ֆեյենորդին։ Երբ որ Սլոտը եկավ, նոր մարդիկ սկսեցին նշել, արա, բայց Ֆեյենորդը ցավաց չէ Եվրոպա լիգայի եզրափակում։ Հələ մի հատ դնենք տենանք, նայենք Ֆեյենորդը ինչի մասին է, ինչի համար է Լիվերպուլը ուշադրություն դարձրել։ Այսինքն որպես այդպեսին Լիվերպուլը անդերդոգ էր Պրեմիեր լիգա 24-25 մրցաշրջանում։ Իրոք անդերդոգ էր։ Ֆուտբոլիստների աշխատավարձների չափով նրանք լավագույն երյակում չեն, քառյակում չեն։ Նրանք տարեկան ինչ են դրան ասում, աչոտ ռուսերեն ասեմ, հա 149 միլիոն տարեկան աշխատավարձների վրա, որպեսզի հասկանաք Տոտենհեմինը 138 է, Աստոն Վիլայինը 135 ոնց որ։ Նրանից առաջ են Չելսին, նրանից առաջ Արսենալը, Յունայթեդը, Սիթին։ Հասկանաք, Սիթին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսեց ավելի շատ, քան Յուրգեն Կլոպն ու Արնե Սլոտը վերջին 4 մրցաշրջանում իրար հետ։ Բայց ինչի եմ ես ասում, որ իրականության ալիքներին համահունչ կարելի է չընթանալ ու ստեղծել քո ճանապարհը։ Լիվերպուլը քիչ ծախսով, գրեթե 0 ծախսով։ Մի առաջնությունում, որտեղ ծախսը էտի դոգմա է։ Դուրս եկավ բոլորից ուժեղ, ակնհայտ ուժեղ։ Ու 4 տուր առաջ դարձավ չեմպիոն։ Ինչի հետ դա կարելի է կապել, ընկերներ։ Ես դա կապում եմ շատ բաների հետ։ Ես դա կապում եմ հավատի հետ։ Ես դա կապում եմ ֆուտբոլիստ մարզիչ շատ ճիշտ փոխազդեցության հետ, փոխհարաբերության հետ։ Ես դա կապում եմ մոտիվացիայի հետ։ Ես դա կապում եմ
ճիշտ ընտրության հետ։ Ես դա կապում եմ ճիշտ մարզումային process-ի հետ, ճիշտ ցիկլի հետ։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Բայց այս ամենով Լիվերպուլը ուղղակի ցույց տվեց, որ պարտադիր չի միլիոններ ծախսել, որպեսզի հասնել արդյունքի։ Սա է ամենակարևոր կետը, ամենակարևոր օրինակը, որը տվեց Լիվերպուլը այս չեմպիոնությամբ։ Ամբողջ ֆուտբոլային աշխարհին։ Եթե դուք ինձ հետ համաձայն չեք, Քավլիցի ձեզ ոչ մեկ չէր ստիպում։ Դու կարող ես ունենալ ձեր կարծիքը։ Հիմա շատերը նշում են, դե Լիվերպուլի բախտը բերեց, որովհետև Արսենալը սա, Մանչեսթեր Սիթին նա, Տոտենհեմը էս, Պրեմիեր լիգայի վերջին 11-ի ամենաթույլ մրցակցությունն էր։ Ընկերներ, ախր մրցակցությունը թույլ չէր։ Չէ։ Արսենալն էր թույլ, ոչ։ Վաբշե ոչ։ Մյուս մրցակիցներն էին հեշտ միավորներ տալիս։ Չէ, վաբշե։ Բորնմութ աստվածիմ, Աստոն Վիլա, Նյուքասլ, Նոթինգեմ։ Թույլ մրցակցություն, լուրջ։ Թե այն, որ Մանչեսթեր Սիթին չէր կարողանում ամեն խաղում 6-7 գոլ խփել, արժեզրկում է Լիվերպուլի վաստակը։ Թե որ Արսենալը վնասվածքներ ունի, ուրեմն դա արժեզրկում է Լիվերպուլի վաստակը։ Հազար ներողություն, դա Լիվերպուլի խնդիրը չի եղել ընդհանրապես։ Ինչպես ստացվեց, որ նույն քանակի հանդիպումներ անցկացրած եւ Արսենալը, Լիվերպուլը, եւ Սիթին, եւ Տոտենհեմը, եւ Մանչեսթեր Յունայթեդը, եւ Չելսին, բայց արդյունքի հասավ միայն Լիվերպուլը։ Այսինքն վնասված չստացավ միայն Լիվերպուլը։ Հիշում եք։ Կամ չի ունեցել վնասված Լիվերպուլը, ունեցել է։ Ինչպես ստացվեց, որ նրանք կարողացան շուտ վերականգնվել։ Կոնատեն էլ ունեցել վնասված։ Բրեդլին, Տրենտը, Գակպոն, Ժոտան մրցաշրջանի հիմնական հատվածը, Էլիոտը, բոլորն ունեցել են վնասվածքներ։ Իրոք, բոլորը։ Բայց Լիվերպուլը դարձավ չեմպիոն, Լիվերպուլը դարձավ չեմպիոն արժանիորեն։ Ու Էնֆիլդը ինչպես էր պայթում այդ օրը, ինչպես է ես ցանկանում լինել այդ պահին Էնֆիլդում։ Ամեն ինչ ստեղծված էր այդ չեմպիոնությունը վայելելու համար, ու երբ Սուլիչը հնչեց, բոլորը վազեցին, You never walk alone, ամբողջ ստադիոնով, Սալա, Վան Դեյք, Տրենտ, նույնիսկ Տրենտ, ես այդ ժամանակ չեմ ծայրացել Տրենտի վրա։ Ու Տրենտ, ինչպես կարելի է գնալ այդ ստադիոնից, այդ ակումբից գնալ Մադրիդի Ռեալ։ Ամենայն հարգանքով Ռեալի նկատմամբ, փառահեղ ակումբ է Ռեալը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այն ինչ տալիս է Լիվերպուլը, երբեք ու երբեք չի ստանալու Տրենտը Ռեալում, երբեք։ Այդ ջերմությունը Ռեալում չի եղել ու չի լինելու։ Ես նշեցի, որպես վիշին կնատորդ, հա, երբ Յուրգեն Կլոպը գնաց Լիվերպուլից ու վերջին օրերն էր անցկացնում։ Կհիշեք նրա հրաժեշտի օրը, վերջին տուրը Պրեմիեր լիգայի։ Ինչպես նա ողջունեց Արնե Սլոտին, ստիպելով որպես այդպեսին ամբողջ ստադիոնին երգել Արնե Սլոտի անունը։ Արնե Սլոտ, նա։ Ու ես երբեք չէի մտածի դա, գիտեք։ Ես երբեք չէի մտածի, որ դա Արնե Սլոտի մոտ կառաջացնի պարտքի զգացում, ինչ որ մի բան վերադարձնելու զգացում։ Ու ինչ արեց Սլոտը, չգիտեմ դա նրա միտքն էր, Լիվերպուլի ֆանտաստիկ մեդիայի մարքեթինգի PR-ի թիմի միտքն էր, իրականում Լիվերպուլի կատարած աշխատանքը մեդիա ոլորտում, քանզի ես էլ եմ այդ ոլորտից, ուղղակի ապշեցնում է, ֆանտաստիկ են, չկա աշխարհում ավելի լավը քան Լիվերպուլինը, իրոք։ Չգիտեմ ում մտածածներ, բայց երբ Արնե Սլոտը ի պատասխան, ի շնորհակալություն, որպես պարտքի հանձնում, ամբողջ Էնֆիլդով սկսեց երգել Յուրգեն Կլոպ, նա, արդեն իսկ պարզ էր, որ ոչ թե այս մրցաշրջանում է ամեն ինչ լավ։ Ես այդ մի քանի վայրկյանով նախ հասկացա, թե ես ինչու եմ սիրում ֆուտբոլը։ Ես հասկացա, թե ես ինչու եմ սիրում Լիվերպուլը։ Ու ես հասկացա, թե ինչ լավ ապագա է սպասում Լիվերպուլին։ Գուցե ես սխալվում եմ։ Իրոք, գուցե ես սխալվում եմ։ Բայց ես կարծում եմ, որ Լիվերպուլին սպասվում է լավ ապագա։ Իսկ այն, որ ամառային տրանսֆերային պատուհան ընթացքում լինելու են շատ փոփոխություններ, կարող են ինձ նախ տխրեցնել, երկրորդն էլ ուրախացնել, որովհետև նոր ֆուտբոլիստներ, բայց գուցե ֆուտբոլիստներ, որոնք կեռանան, որոնց ես շատ եմ սիրում։ Լիվերպուլը չեմպիոն է, Լիվերպուլը ուժեղագույն թիմն է Անգլիայում։
եւ պաշտոնապես մեծագույնը Անգլիայում։ Պրեմիեր լիգայի գավաթներով հավասարվեց United-ի հետ, իսկ ընդհանուր գավաթներով շրջանցեց Կարմիր սատանաներին։ Լիվերպուլը Անգլիայի մեծագույն ակումբն է։ You're never walk alone։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, լայք, բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, հետևիր ինձ Telegram-յան ալիքում, Իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Չէ, այս շաբաթ ենք հանդիպելու։ Չեմպիոնների լիգա ունենք, չէ, ախպեր։ Պիտի քննարկենք։ Պիտի։ Գևորգներ, ձեզ հետ։ Հաջողություն։